Խորհրդակցությունների բացումը, եթե մենք նայում ենք ավելի լավ համատեքստով, նշանակում է, որ բոլոր այն հատվածները սահմանի, որոնք 90-ականներից փակ են եղել եւ ընդհանրապես չեն օգտագործել, իրենք բացվելու են, Հայաստանը տրանզիտ երկիր է դառնալու նաեւ, ու նաեւ ավելի հեշտ կապ է ունենալու հատկապես Հայաստանի հարավի հետ եւ պետք է հասկանալ, որ այս սկզբունքը, այսինքն ոչ միայն Ադրբեջանի կապը Նախիջևանի հետ Հայաստանի տարածքով, Մեղրի հատվածով, այլ նաեւ Հայաստանի կապը Հայաստանի հարավի հետ Նախիջևանի տարածքով, դրանք այն ընդհանուր սկզբունք եւ ըմբռնումն են, որոնք նաեւ արձագանք են գտել թրիփ փաստաթղթի հայտարարության մեջ, հա, օգոստոսի 8-ի Վաշինգտոնյան հայտարարության մեջ, հետագայում շրջանակային փաստաթղթի մեջ եւ կարելի է նշել, որ նաեւ այս ըմբռնումը կա ոչ միայն Հայաստանում, այլ այս ըմբռնումը հասանելի եւ հասկանալի նաեւ ադրբեջանական կողմին, այսինքն թրիփ համաձայնությունները նշանակում են, որ ոչ միայն Ադրբեջան-Նախիջևան կապն է ստեղծվում, այլ ստեղծվում է Նախիջևանի տարածքով Հայաստան-Հայաստան կապը։ Որ հասկանանք տարբերությունը, օրինակ ադրբեջանական կողմը հիմա կամուրջ է ավարտել է գրեթե այդ կամուրջի շինարարությունը դեպի Իրանական Իսլամական Հանրապետություն եւ եթե այդ կամուրջը իրենք գործարկեն եւ չօգտագործեն, ասենք Հայաստանի տարածքը, տարբերությունը այդ ճանապարհի, որ գնում է Իրանի տարածքով դեպի Նախիջևան եւ Հայաստանի տարածքով, ժամանակային առումով մոտ պատագույն դեպքում 15 րոպե է։ Եթե մենք նայում ենք Նախիջևանի տարածքով Հայաստան-Հայաստան կապին ու Հայաստանի տարածքով Երևանից Մեղրի 6-ից 8 ժամ, նայած ինչ տրանսպորտային միջոց եք դուք օգտագործում, հա, բեռնատար թե մեքենաներ, իսկ Նախիջևանի տարածքով դա մոտավորապես 3 ժամ է, ընդ որում ձմեռային պայմանները ոչ մի ձևով չեն ազդում, որովհետև Նախիջևանի տարածքը հարթավայր է, այնտեղ չկան այդ սերպանտինները, հա, ոլորանները, չկան լեռնանցքները, որոնք շատ են, եթե դուք Մեղրից գնում եք Երևան Սյունիքով եւ Վայոց ձորով եւ դա նշանակում է, որ մենք կունենանք շատ ավելի արագ, շատ ավելի էֆեկտիվ եւ բեռնափոխադրումների համար հարմար ճանապարհ Մեղրից դեպի Երևան։ Դա նշանակում է, որ մենք կունենանք երկաթուղային կապ Իրանի Իսլամական Հանրապետության հետ ու սա նաեւ նշանակում է, որ Հայաստանի եւ Իրանի առևտրային շրջանառությունը կարող է կտրուկ աճել, որովհետեւ հիմա Հայաստանը եւ Իրանի հիմնական առևտուրը դա ծանր ապրանքներն են, այսինքն շինարարնյութերն են, ամրաններն են եւ նմանատիպ այլ նավթա արդյունաբերության հետ կապված, հեղուկ գազ եւ այլն եւ բոլորը ենթադրում են բեռնատարներով, եթե մենք տեղափոխում ենք Հայաստանի տարածքով ու գնացքով Նախիջևանի տարածքով, անհամեմատ ավելի ցածր փոխադրումային ծախսերի մասին է խոսքը։ Նախիջևանի տարածքով ավելի արագ փոխադրումների եւ ավելի մեծ ծավալների։ Դա նշանակում է, որ Հայաստանում իրանական շինանյութեր, ամրաններ եւ այլն սպառողների համար, այսինքն սպառողի համար գինը էականորեն նվազելու է, ինչը շատ կարեւոր է, հա։ Եվ քանի որ նաեւ Իրանից ավելի հեշտ կլինի տեղափոխել նաեւ նավթարդյունաբերության եւ նույն հեղուկ գազը եւ այլն, սա նաեւ նշանակում է, որ կախվածությունը Ռուսաստանից կարող է նվազել, ընդհանուր առմամբ դուք գիտեք, որ Սյունիքը նաեւ Հայաստանում խոշորագույն մետաղային պաշարներով մարզն է, կա Սվարանցի երկաթի հանքի թեման, որ խոշորագույն է Հարավային Կովկասում եւ որի չշահագործման գլխավոր պատճառը հենց տրանսպորտային խնդիրներ, որովհետեւ նախկինում այդ կապը, այսինքն այդ հատվածի Հայաստանի հիմնական տարածքի հետ պրոբլեմատիկ էր եւ նաեւ քանի որ այդ երկաթի պաշարները նախատեսվում է շահագործել Հրազդանի եւ Աբովյանի մետաղային հանքերի հետ, նաեւ վերամշակումը հիմնականում հենց Հրազդան-Աբովյան գոտում է գտնվելու, այսինքն տեղափոխելու խնդիր կա եւ այս դեպքում նույնպես շատ ավելի հեշտ ինչ որ հեռանկարների մասին է խոսքը գնում։ Ընդհանուր առմամբ դա նշանակում է, որ Հայաստանի տարածքով նաեւ տրանզիտ առևտուրն է գնալու, այդ միջին միջանցքի տրանզիտի մի մասը, ու սա նաև հավելյալ եկամուտներ են, իհարկե շատ ավելի հետաքրքիր կլինի, եթե դա Երազղ Գյումրի հատվածով շարունակվի հետագայում, այսինքն հատի Մեղրին, հատի Նախիջևանը եւ հետագայում Երազմեղրի հատվածով գնա դեպի Թուրքիա կամ դեպի Սևծովյան նավահանգիստներ։ Ընդհանրապես նաև բոլոր գնահատականները, որ եղել են 90-ականների վերջից, երբ որ փորձում են հասկանալ ինչ արդյունք կտա սահմանների բացումը կոմունիկացիաների եւ բեռնափոխադրումների վրա, միշտ նշվել է, որ ամենաեական աճը մոտ 80% կապված է լինելու Իրան-Հայաստան, Իրան-Վրաստան, Իրան-Թուրքիա
բեռնափոխադրումներին, եւ սա նույնպես շատ կարեւոր է եւ ոչ միայն Հայաստանի եւ Իրանի կապերի կամ Հայաստանի ներքին կապերի համար, այլ նաեւ Իրանի կապերի համար արտաքին աշխարհի հետ կամ Թուրքիայի կապերի համար Իրանի տարածքով եւ Հայաստանի Նախիջևանի տարածքով արտաքին աշխարհի հետ, այսինքն հնարավորությունները շատ են, ինչքան մենք ավելի առաջ ենք գնում այս գործընթացում, այնքան շատ հնարավորություններ են բացում։ Ընդհանրապես նաեւ Սյունիքի բնակչությունը երևի կարող է հիշել խորհրդային տարիներին, ինչպես էր օգտվում երկաթուղոցա Նախիջևանով անցնող Երևանի հետ կապող ու նաև քանի որ երկաթուղային կապերը եւ այն շինարարությունը, որ լինելու է թրիպի հետ կապված, Նախիջևանի տարածքի արդիականացումը երկաթուղու եւ Հայաստանի տարածքի, եթե մենք ցանկանում ենք տրանզիտային երկիր դառնալ եւ ժամանակակից հաղորդակցություններ ունենալ, ենթադրում է, որ նաև, ասենք, ուղևորափոխադրումները Երևանից դեպի Մեղրի կարելի է մոտ 2 ժամում գնացքով հասնել, հա, ինչը հիմա անհնար բան է, մենք այսօր հասել ենք 6 ժամից ավել ճանապարհ են կտրել ու այդ ոլորանները նաև բավականին հոգնեցնում են եւ այլն եւ այլն, սա նշանակում է, որ Մեղրիում կարելի է նստել գնացք 2 ժամ հետո լինել Երևանում եւ երեկոյան վերադառնալ, հա, սա շատ կարեւոր փոփոխություն է, իհարկե անվտանգային խնդիրները կա, դուք գիտեք, որ բնակչության մեջ կա անվստահություն, իսկ արդյոք անվտանգ է լինելու Ադրբեջանի տարածքով հատել, եթե մենք խոսում ենք նաև թրիպ նախագծից, ընդհանրապես կոմունիկացիաների բացումից, բոլոր այդ մտավախությունները ունի նաև ադրբեջանական կողմը եւ իհարկե սա պարիտետային սկզբունքով են բոլոր այս հարցերը լուծվելու, այսինքն իհարկե այսպիսի երկար եւ ծանր կոնֆլիկտից հետո պատկերացնել, որ միանգամից մենք ունենալու ենք ինչ-որ ակտիվ բաց շփումներ, դա անհնար է, իրականում սկզբնական շրջանում առաջին հերթին բեռնափոխադրումների մասին է խոսքը, բայց նաև այդ զարգացումները ենթադրում են, որ լինելու են նաև անվտանգ եւ արագ փոխադրումներ, նաև ուղևորափոխադրումներ, ու սա նաև նշանակում է, որ Հայաստանի ներքին կապերը էականորեն եւ որակապես փոխվել են, հա, հիմա նույնիսկ 2 ժամում հասնել Հայաստանի Երևանից միայն Գյումրի եւ Վանաձոր կարելի է հասնել, հա, իսկ Սյունիքի համար սա ֆանտաստիկ թիվ է իհարկե հնչում, բայց իհարկե եւ հյուսիս-հարավի շինարարությունը եւ այս երկաթուղային ճանապարհների ապաբլոկադան ենթադրում են, որ մենք ուրիշ Հայաստանում ենք լինելու ու առաջին հերթին իհարկե այստեղ քաղաքական կարգավորման խնդիրներն են, ինչ արագությամբ է գործընթացը գնալու, ինչ առավելություններ ենք մենք փոխադարձ ստանալու Նախիջևանի տարածքով Հայաստան-Հայաստան կապի համար եւ երբ է սկսելու նաեւ շինարարությունը, ինչ որ գործնական ընթացքները, դուք գիտեք, որ Իրանի կոնֆլիկտը այնուամենայնիվ մտավախություններ է առաջացնում, որ այս գործընթացները կզարգանան, բայց եթե մենք խոսում ենք փաստաթղթային հիմքի մասին եւ Հայաստան-Ամերիկա Միացյալ Նահանգներ հարաբերությունների համատեքստում թրիպի շուրջ զարգացումներին, արդեն իսկ զարգանում են դրական զարգացումներ կան եւ արդեն փաստաթղթերի համաձայնեցման, այսինքն ոչ թե պատկերացումների, այլ հստակ մեխանիզմների, ինչպես է գործելու ճանապարհը, ինչ է նշանակում այն գաղափարները, որ կան շրջանակային փաստաթղթում, հա, ինչ կազմակերպություններ եւ ինչով են զբաղվելու, փոխադարձ առավելությունները պետք է հստակ ձևակերպեն Հայաստանի համար եւ նաեւ իհարկե արդեն դրանից հետո գործնական փուլերը երբ է սկսում շինարարությունը եւ ինչ ժամկետներում է այն ավարտվելու։ Այսքան երկար կոնֆլիկտից հետո մարդիկ չեն կարող այլ կերպով նայել, այստեղ իրենց իշխանությունների եւ կառավարության խնդիրն է այնպիսի լուծումներ տալ, որոնք ժամանակի ընթացքում այդ մտավախությունները ցրելու են։ Եթե դուք նայեք մեր նույն հայ-ադրբեջանական հարաբերությունների պատմությանը նախկին փուլերին, որովհետեւ սա առաջին անգամ չի, որ մենք ունեցել ենք կոնֆլիկտ, 1920-ականներին շատ ավելի արյունալի եւ շատ ավելի մեծածավալ կոնֆլիկտի մասին է խոսքը գնացել։ Դեռ տասնամյակներով այդ վստահությունը չի եղել եւ նաեւ մեծեր օրինակ Հայաստանի շատ մարզերում նշում են շրջաններում, որ մինչեւ 60-ական 70-ականները նույնիսկ հյուր գնալն էին վախենում մարդիկ, հիշողություն կար կոտորածների մասին, փոխադարձ ինչ-որ սպանությունների, բայց հետո դա էլ է հաղթահարվել։ Իհարկե, քանի որ հիմա խոսքը գնում է անկախ Հայաստան եւ Ադրբեջան պետությունների եւ արդեն իսկ նայեք Ադրբեջանի տարածքով մենք ստանում ենք, ունենք բեռնափոխադրումներ եւ էլի մտավախություններ կային, որ այդ ծորերը թունավորելում են եւ այլն, պարզ է, որ սրանց մեծ մասը անհիմն են իմ կարծիքով եւ իմ համոզմամբ, խորին համոզմամբ, բայց այս ամենը պետք է աշխատի, այս ամենը պետք է անցնի գործնական փուլի եւ որ մարդիկ հասկանան, որ իսկապես խոսքը ինչ որ վերացական բաների մասին չէ,
ժամանակի ընթացքում ադապտացվելու են եւ օգտվել են այդ հնարավորությունից եւ վստահ եմ, որ ցանկացած մարդ, ով կունենա հնարավորություն, ասենք Մեղրից Երևան 2-3 ժամում հասնել եւ 6-7 ժամում ընտրելու է ավելի հեշտ տարբերակը եւ սկզբում միշտ այդ քանակը մարդկանց ավելի քիչ է լինելու, ժամանակի ընթացքում դառնալու է սովորական։ Ինչ վերաբերում է Իրանի գործոնին, իհարկե, եթե Ամերիկա-Իրան հարաբերությունները չկարգավորվեն, մենք ունենալու ենք խնդիր հենց թրիպի հետ կապված, այլ կոմունիկացիաների հետ կապված, այսինքն Հայաստան-Ադրբեջան սահմանային հատվածներում ենք այլ ճանապարհներ նույնպես ունենք, դուք գիտեք Գորիս-Սիսիանի լեռն անցկայց ճանապարհը, Գորիս-Անգեղակոտ Նախիջևան ճանապարհը կար խորհրդային տարիներին, Ղազախիջևան հատվածում ճանապարհ կար, երկաթուղի կա հյուսիսով, որ կապում է նաև կարող է կապել Ադրբեջանը Նախիջևանի հետ։ Բոլոր այս թեմաները պետք է քննարկվեն եւ տեսականորեն իհարկե սպասել մինչեւ որ թրիպի շինարարությունը կավարտվի, իսկ դա երևի 2029-30 թվականին է իրատեսական, եթե այս տարի այս գործընթացը արագ զարգանա, դա նշանակում է ժամանակ կորցնել, այսինքն սկզբից լինելու են ուղիղ կապեր այլ հատվածներում, հատկապես Ղազախիջևան հատվածում սահմանի, որը միշտ հիմնական, այսպես ասած, ուղիներից մեկն է եղել եւ հիմնական մայրուղային ավտոճանապարհն է եղել դեպի Բաքու եւ դեպի Թբիլիսի եւ հետագայում իհարկե նաեւ երբ որ քաղաքական պայմանները եթե բարենպաստ չլինեն, արդեն թրիպի շուրջ գուցե հնարավոր են այլ զարգացումներ, բայց հիմա թրիպը հիմնական կոմունիկացիան է, որ որևէ լուրջ փոփոխություն այս գործընթացում չկա եւ թե Ադրբեջանը մեծ հետաքրքրություն ունի, որ այն շահագործվի, իրագործվի եւ հայկական կողմը իհարկե։